Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, բանացանի եթերով եւ թիմադեդրի աչով ցեզի հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյան, Աննա Գրիգորյան, Արմեն Գևորգյան, Արթուր Խաչատրյան եւ Լևոն Քոչարյան 25 նոյեմբերին հանդիպում ունեցան ԵԱԳ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, ԵԱԳ-ի խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերու հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասայի հետ։ Պատգամավորները գրասային ներկայացուցին Հայաստանի մեջ խորացող ամբողջադիրական վարչակազմին, քաղաքական փանդարգյալներուն, բռնաճնշումներու, Բաքուի մեջ ընթացող շինձու դատավարություններուն, դատական իշխանությունը մեկ անձի ցերկը գեցոնացած լալուն, իշխանության գոմե վարչական գարելիություններու օգտագործման, ինչպես նաև Արցախի հայության վերադարձի իրավունքի մասին իրենց տեսակետները։ Գրասը հետաքրքրվեցավ նաև Թրամփի ջամփու գծով Հայաստան խմբակցության պատգամավորներուն մոդեցումներով։ Պատգամավորները գրասային դրամատեցին Հայաստանի ներկայացության շուրջ փաստարկված տեղեկություններ։ Հանդիպումը երկուստե գնահատվեցավ արդյունավետ։ Երեք Հայաստանի գլխավոր դատախազության դիմաց սկսավ նստածույցը բահանջելով հանրային ճնշում գործածել եւ ազատ արձակել Բագրատ arczepiskopos Գալստանյանի կորձով ահաբեկչության փորձիմը եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության մեջ անպաստանվող միակ կինը 39-ամյա Լիդիա Մանտաշյանը, որ 5 ամիս է ի վեր փանտն է։ Նստածույցի նախաձեռնած Արման Պետրոսյան ոչ սրբազան բայկար շարժումի անդամ է, ոչ ալ աճագից, բայց գբայկարի անոր ազատարձակման համար։ Լիդիան եւս կդարած չէ այնպիսի բան, որ ահաբեկչության նախապատրաստության հոդվածով մեղադրվի, շեշտեց Պետրոսյան։ Մանտաշյանի ընկերուհին Լուսինե Գրիգորյան դիզաղով արձագանքեց Լիդիայի թեմ մեղադրանքին ասելով. Չէ, Լիդիան ունակ չէ ուղագի վատ քայլ կատարելու։ Պետք է խելակար լաս, որ նման բան մտածես Լիդիայի թեմքին միայն նայելով արդեն իսկ հասկնաս, որ անլավ բաները բացի ուրիշ բան չի գնարնել։ Գրիգորյան ամոզված է, որ Ապովյան քրեագդարողական բանդը բահելու մղումը նաև իրենց հասցեակրված է, որբեսի իշխանության թեմ բայկարը նրաժարին եւ դուն դառնան։ Այս կառավարության նպատակը այդ է, որբեսի վախցնեն բոլորը, բայց պիտի չհաջողին իրենք, որովհետև ովև մեկը չի վախնար եւ պիտի չվախնա իրենց մե, շեշտեց Գրիգորյան։ Հիշեցնենք, որ 20 նոյեմբերին Լիդիա Մանտաշյանի փանդարգությունը 3 ամիսով երկարացկվեցավ։ Անհայտարարեց, որ զինք փանդը բահելու եւ այդպես բաժելու որոշումը վերեն է եւ ուղագի հանձնարարված է։ Իսրայելյան Jerusalem Post թերթը հայտնեց, որ Հայաստան սարեցուցած է հնդկական Թեջաս վաճառանիշի գործանիշներ ցերկ բերելու գործարքը։ Նույն թերթին համաձայն որոշումը դրված է անցնող շաբաթ Դուբայի մեջ տեղի ունեցած միջադեպին ետք, երբ նմանատիպ օդանավիմը գործանումին բաժարով օդաչուն հնդկական ռազմաօդային ուժերու սպա Շամանշ Սիալ զոհված է։ Jerusalem Post գբնթե, որ Երևան կպատրաստվեր 12 Թեջաս MK-1A մագնիշին օրակույն գործանիշներ կնել։ Թերթին դերեկություններուն համաձայն գործարքին ընդհանուր գումարը կգնար 1 միլիարդ 200 միլիոն ամերիկյան դոլար լալ։ Ռազմական նյութեր լուսաբանող Defense Security Asia գայքը իր գարքին հայտնեց, որ Հայաստան կքննարկեր մինչև 20 հնդկական օդանավեր գնելու դարբերակը։ Գործարքը ավարտին հասցնելու բարակային Հայաստան կգնար հնդկական գործանիշներու առաջին օդար գնորդը դառնալ, նշեց վերոնշյալ գայքը։ Նշենք, որ Երևան Հնդկաստանի հետ ռազմական գործարքը սարեցնելու մասին տեղեկությունները դակավին չմեկնաբանեց։
Հայ հեղափոխական դաշնակցության 135 ամյակը Վանկուվերի մեջ պարաշուկ կերպով նշվեցավ ուրբաթ 21 նոյեմբեր 2025-ին Հայ գետրոնի Լազարյան սրահի մեջ։ Երեգոն կազմակերպված էր Հոհիտա Վանկուվերի Սիմոն Վրացյան կոմիտեության կողմէ, որ համախմբած էր համայնքի ուղեկից բոլոր կառույցները արտասոլացնելով ազգային միասնական ոգին եւ սերունդներու շարունակականության կապը։ Հանդիսության ներկային Սուրբ Գրիգոր Լուսավորիչը գեղեցվող հոգապարծությունը, հոմի առած մասնաճյուղի վարչությունը, հոմենեցմենի եւ համասկայնի ներկայացուցիչները, Սողոմոն Տելիրյան բադանեգա միության ու քեմի Արշավիր Շիրակյան մասնաճյուղի անդամները, իրենց ծնողներով եւ շրջանի գուսակցական անդամները, իրենց ընտանեկան բարականերով։ Հանդիսությունը վարեց Գևորգ Խադեջյան։ Ան Պասման խոսքի մեջ անդրադարձավ Դաշնակցության 1 թար եւ 35 տարիներու ընթացքին դարած հսկա ու զավալուն գործունեության եւ հաստատեց, թե ամյակներու նշումը հաշվետվության եւ դաշնակցականի դված երթումը գրգին վերահաստատելու եւ վերանորոգելու պատշաճ արիթ է։ Հաջորդաբար խոսքեր արտասանեցին Սիմոն Վրացյան կոմիտեի անդամ Մհեր Սկուշյան եւ Հոյիտա կանադայի գետրոնական կոմիտեի անդամ Մարալ Գուլահյան, որ ողջունեց գաղութի մեծ ընտանիքին համախմբումը եւ կաչալերեց ներկաները միասնական ջիքերով հարաշ տանելու հայաբահբաման աշխատանքը։ Նեդերլանդներու մեջ շաբաթ 8 նոյեմբերին հոմենետմենի Ալմելոյի վրեժ Չաթալյան սրահի մեջ տեղի ունեցավ Դաշնակցության 135 ամյակի եւ Նեդերլանդներու Արամանուկյան կոմիտեության 30 ամյակի տոնակատարությունը։ Պասման արարողության մասնակցության հոմենետմենի Ալմելոյի սկաուտները։ Պասման խոսքը արտասանեց Նարոդ Նորամանյան, որ մի ետք Արամանուկյան կոմիտեի կողմէ խոսք արավ Սևան Գորգիսյան։ Բադանեգան եւ երդասարտական միություններու անդամները եւս մասնակցեցան տոնակատարության։ Աշխուղական եւ ազգային նվագներով հանդես եկան Քյուրիմիլյան եղբայրները։ Այնուհետև օրվան պատկամը փոխանցեց Հոյիտա Արեմդյան Եվրոպայի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյան։ Ավարտին ազգային հայրենասիրական եւ հեղափոխական երգերով հանդես եկավ Մելո Բեդրոսյան։ Սփյուռքյան հերանեկարները Diasporan Perspectives Կալուս Գյուլբենգյան հիմնարկության կողմէ 2025-ին հիմնված վերլուծական հարթակն է, որ պիտի կտրոնանա հայկական Սփյուռքի եւ Հայաստանի հիմնահարցերուն վրա։ Նախաձեռնության պաշտոնական մեկնարկը պիտի կատարվի ուրբաթ 5 դեկտեմբերին Լոնդոնի ժամով երեկոյան ժամի 5:30-ին։ Նախաձեռնության կարելի պիտի ելա հետևիլ առցանց։ Սփյուռքյան հերանեկարներ հարթակին նպատակը հանրային գիտություններու մարզի մեջ նոր հետազոտություններ հրապարակելն է, կենտրոնանալով Սփյուռքի եւ Հայաստանի վրա, նույնադեն հանդես գալով իբրև հանդիպումի վայր առաջնորդներու, քաղաքականություն մշակողներու եւ փորձագետներու։ Սփյուռքյան հերանեկարները նպատակ ունի հայկական իրականությունը հասկանալ ավելի լայն միջազգային շրջանակի մեջ։ Սփյուռքի մեջ իսկ հիմնված այս նախաձեռնությունը կներկայացնի ազգային հարցերու մասին սփյուռքյան տեսակետները Թուրքեն ներս մոդեցումը բերելով նույնադեն հայկական սփյուռքին կարելիություն տալով ազգային հարցերու հանդեպ վերականգնելու իր սեփական անկախ մտածողությունը։ Անոր առաքելությունը խթանելն է նորարար հասարակագիտական հետազոտությունները, վերլուծությունները եւ ռազմավարական մտածողությունը, որոնք փոխագերբող են բաց են աշխարհին եւ որոնց սիրախը հայությունն է։ Սփյուռքյան հերանեկարներ ծրագիրին պաշտոնական մեկնարկը պիտի դրվի քննական զրույցով, որ պիտի անդրադառնա հիմնական հարցերու, ինչու հիմա ստեղծել այսպիսի վերլուծական հարթակը, անիկայինչով կդարբերի նույնանման այլ նախաձեռնությունները, որոնք են նպատակները եւ հարցերը սփյուռքյան հերանեկարը ունենալը, ինչ կընթացի ազգային հարցերու վերլուծության մեջ կարելի պիտի լա հետազոտությունները հասցեակել որոշում դվողներու։ Բանախոսները նաև պիտի պատասխանեն լսարանի հարցումներուն։ Բանախոսներն են Ռազմիկ Պանոսյան, Կալուս Գյուլբենգյան հիմնարկության հայկական համայնքներու բաժանմունքի տնօրեն, Վիկեն Չտրյան, Սփյուռքյան հերանեկարներ նախաձեռնության տնօրեն, Ժնևի համալսարանի դասախոս Զվիցերիա եւ Արմինե Իշխանյան,
London School of Economics and Political Science-ի ընկերային քաղաքականության բաժինի դասախոս։ Քննարկումը պիտի կատարվի անգլերենով։ Հավելյալ դերություններու համար այցելել Ստուրքյան հեռանկարներ վերլուծական գայքեչը կամ Diaspora Perspectives գայքը։ Շուրջ 4 օրերի վեր Հայաստանի զանազան մարզերու անդարներուն եւ հանտերուն մեջ զայր դվազեն լայնազավալ հրթիռներ, որոնց պատճառները դակավին բաշնունաբես չեն հաղորդվիր։ Գրակը կդարածվի դեղեդեղ, բայց դակավին քրեական կորց չկա։ 21 նոյեմբերին հրթիռի առաջին փրկումը Քեղարկունիքի մարզի Ջամպարակ թթաչուր հատվածի մեջ էր միանգամայն 3 տեղ։ Ներքին գործոց նախարարության պամպեր Նարեկ Սարգսյանի համաձայն հրշեջ փրկարարները դակավին չեն աճողած երրորդ գրակը ամբողջովին մարել։ Հրթիռի գծուներեն երկուքը հրշեջ փրկարարներու գործողություններով մարած է, իսկ մնացյալ գծուներու մեջ աշխատանքները դակավին կշարունակվին, հայտնեց Սարգսյան։ Հրթիռի առանցին գծուներն կան նաև Դավուշի մարզի Իջևան եւ Փերթ համայնքներու անդարներու մեջ։ Անոնք ավելի մոտ են Փերթի գազմի մեջ գտնվող Նավուր բնակավայրին։ Հայաստանի զանազան մարզերում մեջ հրթիռները մարելու աշխատանքները համագարկելու համար կազմված է արտագարկ մարմինը զորգեղարե փրկարար ծառայության տնօրենը։ Հայաստանի մեջ 2025-ի առաջին 6 ամիսներուն ժամանակավոր գեցության ղարքավիճակ ստացած է 1815, իսկ մնայուն գեցության 1775 օդար քաղաքացի։ Ժամանակավոր գեցություն ստացողներու շարքին առաջին դերը գրաված են ռուսիո քաղաքացիները 474 անց։ Անոնց հաջորդած են Հնդկաստանի քաղաքացիները 466 թիմումով։ Մնայուն գեցության ղարքավիճակ ստացած օդարներու ցանկը եւս գլխավորած են ռուսիո քաղաքացիները, որոնց թիվը կազմած է 970։ Կարևոր թիվ կազմած է նաեւ մնայուն գեցության ղարքավիճակ ստացած Վրաստանի, Սուրիո եւ Ուկրաինո քաղաքացիները։ Հարկելի ունգընտիրներ, բանացանի եթերով եւ թիմադերի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին Սանի Աղոթավար Նատալին եւ Գրիգորը։ Մնացեք միշտ բանացանի ունգընտիր։